Լյարդը ինքը մեկ օրգան է, բայց թիրախավորված է տարբեր հարվածների տակ։ Հարվածները կարող են լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի։ Ինֆեկցիաներից մենք գիտենք վիրուսային հեպատիտ B-ն եւ C-ն, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում եւ կարող են բերել լյարդի բորբոքման, պատճառելով հետագայում լյարդի ցիրոզի եւ լյարդի առաջնային ուռուցքի։ Մյուս հարվածը դա ալկոհոլի չարաշահումն է, մյուս հարվածը լյարդի իմունային ախտահարումներն են եւ լյարդի գենետիկ հիվանդություններն են, ինչու ոչ տեղորայքի տեղին ու անտեղին օգտագործումը, երկարատև օգտագործումը նույնպես բերում է լյարդի ախտահարման, բայց բերեք այսօր մենք խոսենք այսպես կոչված մետաբոլիկ ասոցիացված լյարդի ճարպային հիվանդության մասին։ Նախկինում այս տերմինը կոչվում էր լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն։ Ճարպային հիվանդություն, որը ունի իր հիվանդության աստիճանները եւ ստադիաները։ Ամենաթեթևը դա լյարդի սոսկ ճարպակալումն է,